Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին հաշված օրեր են մնացել, հետևաբար ավարտական փուլին է մոտենում նախընտրական քարոզարշավը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վարչապետ եւ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այս օրերին հանդիպումներ եւ շփումներ ունեցավ ոչ միայն հանրապետության մարզերում, այլև մայրաքաղաքի վարչական շրջաններում։ ՔՊ քարոզարշավի հերթական կանգառը Նորք Մարաշ եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում էին։ Փաշինյանը Նորք Մարաշում իրազեկման շրջայցից հետո բնակիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց, որ հայ ժողովուրդը այլևս ապրում է ժամանակներ, երբ այդտեղ հայրենիք փնտրելու կարիք չունի։ Վարչապետն ընդգծեց, որ նոր իրողությունները նոր հնարավորություններ են ստեղծում Հայաստանի յուրաքանչյուր բնակչի համար, որին հայ ժողովուրդը հասել է անցնելով դժվարին շրջափուլերով։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդն իր խոսքում ընդգծեց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցի կարևորությունը եւ այդ ընթացքում նախաստորագրված նոր փաստաթղթերի ընձեռած հնարավորությունները։ Խաղաղության խաչմերուկ նախագիծը արդեն իսկ մտավ գործնական իրագործման փուլ եւ դուք տեղյակ եք, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարը կարճ այցով եկավ Հայաստան եւ Հայաստանի արտգործնախարարի հետ ստորագրեց TRIP նախագծի իրագործման վերաբերյալ համաձայնագիրը եւ այդ այցը, որը ի սկզբանե պլանավորված չէր եւ իր բնույթը, որ մի ժամով ընդամենը այդ թուղթը նախաստորագրելու համար Միացյալ Նահանգների պետքարտուղարը եկավ, պետք է ընդգծի տեղի ունեցածի կարևորությունը։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում քաղաքացիական պայմանագիրը բնակիչների կողմից ջերմ ընդունելության արժանացավ։ Հանդիպումներն ընթացան ուրախ տրամադրությամբ 2 պարով։ Free News-ի հետ զրույցում քաղաքացիներն ընդգծեցին, որ արդեն իրականացված բարեփոխումները տեսանելի են։ Ըստ նրանց, սակայն ամենակարևորը ձեռք բերված խաղաղությունն ու նոր որակ ստացած բանակն է, որի վառապացույցը հանրապետության օրվա առթիվ հանրապետության հրապարակում կազմակերպված զորահանդես հաշվետվությունն էր։ Ես ինձ լիարժեք հայ զգացի։ Իրոք զգացի, որ դա շատ լավն էր։ Զորահանդեսը կազմակերպված էր շատ բարձր որակի։ Ապրեն իրանք։ Այնքան է ուրախացել, որ երևի Ֆրանսիայից են արել, Հնդկաստանից, թե որտեղից ու հրթիռները на высшем уровне։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նույնպես կիսվեց զորահանդեսից ստացած իր տպավորություններով։ Ըստ նրա, այդ պահին որպես հայ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի իրեն հպարտ եւ անվտանգ է զգացել։ Իսկ ընդդիմադիրների կողմից հնչող քննադատությունները զինտեխնիկայի որակի հետ կապված վերջինս այսպես մեկնաբանեց։ Իրականում պետքա տարանջատենք ընդդիմադիրը հակազգային, հակապետական են ուժերից, որոնք որ չեն գործում Հայաստանի Հանրապետության շահերից եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահերից, գործում են այլ պետությունների թելադրանքով, այլ պետությունների հատուկ ծառայությունների ցուցումներով։ Եվ եթե մենք տարանջատենք այդ տեսակի ուժերին, կտեսնենք, որ այդ լուսանցքում մնացած ուժերին, որ մաքրում ենք, որոնք որ հայկական չեն, հայկականության հետ որևէ կապ չունեն, ընտրակաշարք բաժանող այդ դրանց չգիտեմ ինչ անունով կոչեմ այդ խումբը, բայց այդ ընտրակաշարք բաժանող այլ երկրներին ծառայող այդ խմբերին եկեք քաղաքական գնահատական չտանք։ Դրանք այս երկրի դավաճաններն են։ Ազգային ժողովի падգամավոր եւ падգամավորի տեխնացու Զարոյի Բաթոյանը կիսելով գործընկերների եւ կուսակցականների կարծիքը նշեց, որ իսկապես նախընտրական քարոզարշավը տպավորիչ եւ դրական զգացողություններով է անցնում։ Նրա խոսքով բնակիչներից ստացած ամենակարևոր մեսիջը եղել է այն, որ ձեռք բերված խաղաղությունը ամեն գնով պետք է պահպանել։ Падգամավոր ընդդիմադիրների քննադատությունները կապեց նրանց քաղաքական օրակարգ չունենալու հետ, որոնց նպատակը քաղաքացիներին հակապետական օրակարգերով շեղելն է։ Ընդդիմությունը որքան էլ փորձում է, բայց միևնույն է չի կարողանում զարմացնել ոչ մեզ, ոչ մեր հանրությանը, ինչու որովհետև դա սպասելի էր։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ԿՊ-ն իր նախընտրական քարոզարշավը ամփոփեց Դավիթ անախտ զբոսայգում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչական շրջանի բնակիչներին հրավիրեց հունիսի 9-ին Հանրապետության հրապարակում նախատեսված ամփոփիչ հանրահավաքին։